Քիչ հետո ավելի մանրամասն կներկայացնենք։ Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին ծննդյան վկայականները, այդ թվում փետրվարի 20-ին 2026 թվականի ծնված երեխայի, որի պայմաններում ես կրկին հատուկ ուզում եմ նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին, այսինքն առնվազն դա բավականին հանրային հասանելիություն ունեցող տվյալ էր։ Այդ իմաստով ինքնին ձերբակալման անհրաժեշտություն որևէ մի պահի չի եղել այս գործով, սա հստակ նշենք։ Եթե իսկապես հաստատվում է այն տարբերակը, որ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ ենք իհարկե առարկելու։ Մյուս կողմից պետք է նշել նաև, որ ի սկզբանե մոտեցումը եղել է կալանքի միջնորդություն ներկայացնելու։ Նշվածի տեսանկյունից կարևոր է այն, որ տնային կալանքը ավելի մանրակրկիտ քննարկվում է, բայց բոլոր դեպքերում պետք է նշել, որ նույնիսկ տնային կալանքն էլ ինքնին կալանքին համարժեք խափանման միջոց է գործընկերներ։ Եվ այդ իմաստով եկեք հասնանք լավ ինչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոց։ Սա է։ Լրացուցիչ կխոսենք գործընկերներ ավելի մանրակրկիտ։